Եվրոպական միություն Հայաստան հարաբերություններում զարգացող առաջընթացները մեծ ազդակ են այն բանի, որ բոլոր ոլորտներում փոխգործակցությունը ել ավելի խորացնելու հեռանկարներ ունի։ Հայաստանի բուհերի ուսանողության եւ դասախոսական կազմի հետ շփումներում Եվրամիության դեսպանը համոզվել է, որ կրթության արժեքների պահպանման եւ զարգացման վերաբերյալ երիտասարդությունը նոր պատկերացումներ ունի, որոնք բացահայտում են երիտասարդների կարծիքն ու առաջարկները լսելիս։ It's not the first time I am in Շիրակ region and in Gyumri. Առաջին անգամ չեմ Շիրակի մարզում եւ պետք է նշեմ, որ երիտասարդության այդ հանդիպումներին միշտ ողջավորությամբ եմ գալիս, որովհետեւ հենց ձեր միջոցով է բաբախում Հայաստանի սիրտը։ Կարևոր է, որ դուք իմանաք այն արժեքների եւ հնարավորությունների մասին, որոնք միավորում են մեզ։ Ներկայացնեք նաեւ ձեր առաջարկներն ու գաղափարները, որովհետեւ մենք կոչված ենք ստեղծելու հավասար հնարավորություններ նաեւ մարզերի երիտասարդների համար զարգանալու, կրթվելու եւ հաջողելու ուղղությամբ։ Իսկ որոնք են այն արժեքները, որոնք միավորում են մեզ եւ ինչու է կարևոր դրանց մասին իմանալը։ Այս հարցերի շուրջ էր դեսպանի զրույցը լսարանի հետ։ Երիտասարդներին միավորելով կրթության, մշակույթի, գիտության, տեխնոլոգիաների ոլորտում նպաստելու է ներուժի լիարժեք իրացմանը, այն կարևոր կամուրջ է ձևավորում Հայաստանի եւ Եվրոպական միության միջև։ I think that the culture unites us. Մեզ միավորում է մշակույթը, միավորում է կրթությունը, նորարարությունը, ավանդույթները, քրիստոնեությունը։ Սրանք այն կարևոր եւ առանցքային շղթաներն են, որոնցով Հայաստանը ուղիղ հարաբերությունների մեջ է աշխարհի հետ։ Մեզ միավորում է երիտասարդությունը, առողջ գիտակից հասարակությունը։ Երիտասարդների ավանդույթների պահպանմամբ եւ մշակութային փոխշփման զարգացմամբ կարելի է միայն սահմանել ընդհանուր նպատակներ եւ քայլել դրանց իրագործման ուղղությամբ։ Իսկ հնարավորությունների շրջանակն ընդլայնելու եւ փոխշփումներ ապահովելու համար անհրաժեշտ են բաց եւ հասանելի հաղորդակցման ուղիներ, որպեսզի Եվրամիության երկրների եւ Հայաստանի քաղաքացիները կարողանան հաստատել անմիջական կապ։ Սա հնարավոր է վիզաների ազատականացման գործընթացների միջոցով։ Սա քննարկման կարևոր առանցքային հարցերից մեկն էր։ We have launched this dialogue. Let me do that right away. Ակտիվորեն աշխատում ենք վիզաների ազատականացման գործընթացների ուղղությամբ։ Առայժմ կարճատև 2-3 օրյա ուղևորությունների համար վիզաների արկայությունը պարտադիր չէ, բայց եթե հարցը վերաբերում է երկարաժամկետ, կրթական, ինչպես օրինակ Erasmus+ շարժունակության ծրագրերին անհրաժեշտ են։ Հստակեցման վերջնակետում ենք եւ շուտով ելքն ու մուտքը դեպի Եվրամիության երկրներ առանց վիզաների կլինի։ Կրթական ծրագրերով մարզերի երիտասարդները հնարավորություն են ստանում սովորել եւ կրթվել այլ երկրներում, կուտակել մասնագիտական փորձ եւ այն ներդնել Հայաստանում։ Երիտասարդներն աշխատաշուկա մուտք գործելու եւ ստացած կրթությունը արդյունավետ կիրառելու խնդիրների միշտ են բախվում։ Ռիսկերից մեկը կարծում եմ ինքնավստահության պակասն է, որովհետև շատ ուսանողներ են ցանկանում սովորել արտերկրում, սակայն նրանց չի հաջողվում, որովհետև ունեն ինքնավստահության պակաս, ինչպես նաև գիտելիքի ու փորձի պակասն է շատ մեծ դեր խաղում, քանի որ մենք ստանում ենք կրթություն, սակայն ունենք պրակտիկայի պակաս, որը հիմնականում ամենակարևոր դրույթներից մեկն է, առանց որի չենք կարող հաջողել։ Ներկայում բոլորս էլ գիտենք, շատ տեղերում աշխատանքի ընդունվելու համար մշտապես կարևորում են անգլերենի իմացությունը ու շատ ավելի կարևոր է, որ նաև դա պրակտիկ օգտագործենք, որովհետև շատ դեպքերում ունենում են գիտելիքը, բայց երբ գալիս է պահը, որ դու պետք է դա օգտագործես, կիրառես, արդեն դժվարություն ու խնդիր է առաջանում ու հասկանում ես այն բացը, որը թողել ես։ Ուսանողների հարցերն ու առաջարկությունները դեսպանը կարևոր համարեց դիտարկման ենթարկել եւ գործնական քայլեր ձեռնարկել, ընդգծելով, որ այս գործընթացում առանցքային նշանակություն ունի մարդկային ռեսուրսների ճիշտ կառավարումը եւ կադրերի արտահոսքը կանխելու ուղղությամբ հետեւողական աշխատանքը։ Մարզերի երիտասարդների ներուժի լիարժեք օգտագործումը համայնքային նախաձեռնությունները եւս Եվրամիության ծրագրերի առաջնահերթություններից է։ We have been working for quite some time. Մենք աշխատել եւ աշխատում ենք մարզի գյուղական համայնքներում տեղական նախաձեռնությունների աջակցման ուղղությամբ, որոնք վերաբերում են գյուղատնտեսությանը, արհեստին ու արվեստին, հրուշակագործությանը եւ այլն։ Զուգահեռ նաեւ աշխատատեղերի խնդիր ենք լուծում։ Ամբողջացնում ենք այս պահին Թումոյի հետ համաձայնագիրը, ըստ որի կստեղծենք խոհարարական մեծ դպրոց, որտեղ կմիավորենք ուսանողական կրթությունն ու ձեռներեցությունը։ Լիահույս եմ, որ տարածաշրջանային կապուղիների բացումն իր հերթին նոր ենթակառուցվածքների եւ գաղափարների զարգացման հեռանկարներ կբացի մարզերում, որին եւս աջակից կլինենք։ Հասմիկ Թմասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։